Այն որ ես ասում եմ, որ Հայաստանում չի կարող կոնյակ արտադրվի, դա հիմք է տալիս ինձ մեղադրելու հերթական անգամ մեր ազգային արմատներից կտրվելու։ Մենք էս էլա, մենք պետքա այս տեղեկությունը իմանանք։ Ուրեմն կոնյակ կարա արտադրվի միայն Ֆրանսիայի կոնյակ երկրամասում աճեցված խաղողից։ Նույնիսկ Ֆրանսիայի մեջ ուրիշ ռեգիոններում աճեցված, օրինակ կա արմանյակ, որը լրիվ ուրիշ ռեգիոնի խաղողից ստացվող խմիչք է։ Շամպայն Հայաստանում չի կարող լինել, որովհետև շամպայնը արտադրվում է միայն այն խաղողից, որը Ֆրանսիայի շամպայն ռեգիոնում է աճում։ Դրա համար կա պրոսեկո, որը էլի փրփրուն, այսինքն ժանրը փրփրուն գինին է, որը տարբեր անուններ ունի։ Իտալականը կոչվում է, ենթադրում եմ, դա ռեգիոնի հետ կապ ունեցող։ Այսինքն մենք այս բաները պետքա հետո մենք գնում ենք ասում ենք դե կոնյակ ենք տանում, ոնց մեզ չեն թվում, բա ասում եք բան, լավ հարաբերություններ ունեք բանի հետ, Եվրամիության հետ։ Բա կոնյակ ենք տանում, հայկական կոնյակի ճամփեն փակա Եվրամիությունում։ Հայկական կոնյակ հասկացություն չի կարող լինել, Ժողովուրդ ջան, չի կարող լինել։ Ասում եմ, ոնց որ չի կարող լինել Դիլիջանի ջերմուկ, որ հիմա Դիլիջանում ջերմուկ հանքային ջուր արտադրեն։ Կլինի տենց։ Չէ, բայց կա ես չեմ բացառում, որ մենք այդ հայտնի անեկդոտա, չէ, բայց դա արտահայտում է բաները, ինքը իր մեջ իմաստուն, Դիլիջանի ջերմուկ ինչպես չի կարող լինել, այնպես էլ չի, ես էլ եմ ասում եմ կոնյակ, բայց պետք է մենք հասկանանք, մենք պետք է մեր վրա աշխատենք, որպեսզի այս հիմա սա ինչի մասին է նաև ասում, սա խաղողի շուկայի հետ ինչ կապ ունի, որովհետև հայկական խաղողից արտադրվող բրենդին ինքը անխուսափելիորեն շուկայում ունենալու է որոշակի փոփոխություններ։